Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Փորձեմ շատ հակիրճ անդրադառնալ այսօրվա իրադարձությանը։ Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի կալանքը մինչև 2026 թվականի հունվարի 18-ը։ Ես ի սկզբանե դեռևս նույն թվականի հունիս ամսին, երբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց եւ կալանք ընտրվեց որպես խափանման միջոց, ի սկզբանե արձանագրել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար եւ ըստ էության այստեղ իրավաբանություն փնտրելը բացարձակապես տրամաբանական չէ։ Իրականում ես ուզում եմ ի սկզբանե իմ տեսակետը արտահայտել, որ այս խնդիրը չունի իրավական լուծում, այս խնդիրը ունի եւ ունենալու է քաղաքական լուծում։ Ես գրեթե կասկած չունեմ, որ ամեն ինչ արվելի է, որ Սամվել Կարապետյանը մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ավարտը մնա կալանքի տակ, իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխորոշեն նրա քաղաքական եւ հետագա ճակատագիրը։ Ուստի այս առումով ինձ համար պարզ է, որ ընթացող գործընթացները թվացյալ իրավական պրոցեսների լույսի ներքո ուղղակի ինքնախապեյություն են հանրությանը ցույց տալու համար, որ Սամվել Կարապետյանը իրականացել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենքով արգելված արարք, որի համար պետք է պատասխանատվություն կրի։ Ընդ որում պետք է նշեմ հետևյալը, որ նույնիսկ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման պայմաններում Հայաստանի Հանրապետությունը վարվող քրեական քաղաքականությունը այնպիսին է, որ անձանցից շատերի նկատմամբ շատ հաճախ ընտրվում են այլընտրանքային խափանման միջոցներ, իսկ այս դեպքում կիրառվել է ուղղակի եւ կիրառվում է ուղղակի ամենածանր եւ ծայրահեղ խափանման միջոց կալանքը, ինչու բոլորիս համար պարզ է։ Հիմա ես չեմ ցանկանում առավել շատ իրավական հարթության վրա քննարկել այս հարցը, որովհետև կրկնում եմ, այստեղ իրավական խնդիր չկա, սա ամբողջությամբ քաղաքական խնդիր է։ Սամվել Կարապետյանը ենթադրում եմ կամ կարծում եմ դարձավ քաղաքական խարդավանքների զոհ եւ հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա բոլոր քայլերը պետք է միտված լինեն առավել գլոբալ խնդիրներ լուծելուն եւ առավել կոնկրետ մասշտաբային խնդիրներ լուծելուն, որոնք որակապես կփոխեն Հայաստանի զարգացման հունը։ Այս առումով ես ծանոթ չեմ եւ չեմ կարող ասել, թե իրենք ինչպիսի պատկերացումներ ունեն։ Իհարկե շատ լավ կլինի իրենք քաղաքական հայտ են ներկայացրել, շատ լավ կլինի, որ շատ ավելի կոնկրետ, հասցեական եւ որոշակի ձևով ներկայացվի Հայաստանի զարգացման իրենց պատկերացումներն ու հայեցակարգը, բայց ուզում եմ, որ հստակ լինի ինձ համար եւ մեր քաղաքացիների համար, որ Սամվել Կարապետյանի խնդիրը չի լուծվելու իրավական ճանապարհով։ Սա քաղաքական խնդրի է վերածվել, իշխանությունները նրա եկեղեցու նկատմամբ ունեցած հայտնի ելույթը դիտարկել եւ ընդունել են որպես մարտահրավեր սեփական իշխանության կորստի համար եւ հենց այդ դիտարկումից էլ փորձել են իրենց պատկերացմամբ համարժեք արձագանք տալ ըստ էության հաշվեհարդար տեսնելով նրա համար։ Միայն այն հանգամանք այդ ելույթի, այդ նկատմամբ նման իրավական գնահատական տալը արդեն իսկ ծաղր է Հայաստանի Հանրապետության իրավական պետության փիլիսոփայությանը ամբողջության, սա չի տեղավորվում բանական տրամաբանության մեջ, բայց այնուամենայնիվ ակնհայտ է մի բան, ես խնդրում եմ, որ նաև մեր հասարակությունը այս ամենը գիտակցի, իշխանությունը ձեռնարկում է եւ կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը ռեպրեսիաների, ուժային մեթոդների, բռնի մեթոդների կիրառման 2026 թվականի ցանկալի արդյունք արձանագրելու համար։ Հիմա այս առումով իրենք գտել են հարմար թիրախ դեմս Սամվել Կարապետյանի, դեմս մարդու, ով կարող է ունի նման պոտենցիալ, ես հենց առաջորդ եմ արձանագրել, որ նա ունի համապատասխան պոտենցիալը միավորելու
մեր ժողովրդի ճնշող մեծամասնությանը, որովհետև մեր ժողովուրդը իսկապես գլոբալ փոփոխություններ է ցանկանում, մեր ժողովուրդը իսկապես հոգնել է, զզվել է այս գործող ու նախկին իշխանությունների գզվռտոցից, եւ մենք 2 օր առաջ էլ Վաղաշապատում տեսանք, որ էլի նույն հայտնի խոսույթն է, երբ որ գործող եւ նախկին իշխանությունները միմյանց գզվռտում են, որի արդյունքում կորում է պետության, համայնքի, քաղաքների, գյուղերի զարգացման վերաբերյալ բանավեճերը եւ այդ օրակարգերը ընդամենը մեկը մյուսին գող, դավաճան, սրիկա, թալանչի անվանելով իրենք զավթած են պահում քաղաքական դաշտը եւ այս առումով ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի ակտիվ քաղաքական դերակատարմամբ հնարավոր է Հայաստանի Հանրապետությունը որակապես այլ միջավայր ստեղծել, բայց դրա դեմն էլ է գտել իշխանությունը, ես մի 2 ամիս առաջ եմ այդ հարցին անդրադարձել, ստեղծել են մի իրավիճակ, երբ ցանկացած իրենց դեմ հանդես եկող քաղաքական ֆիգուրի, եթե չի տեղավորվում այս հին ու ներկայիս սխեմայի մեջ, իրանք պիտակավորում են Կրեմլի ագենտի, ռուսական ազդեցության գործակալի, չգիտեմ ինչ պիտակավորումներ, որոնք շատ զգայուն են եւ մեր հասարակության մոտ տարբեր ջղաձգումներ են առաջացնում։ Ուստի այս տեսանկյունից սիրելի բարեկամներ, շատ լավ կլինի, որ ձևավորվի այնպիսի քաղաքական մթնոլորտ կամ միջավայր կամ հարթակ, որտեղ հստակ ուղերձ կբերվի մեր հասարակությանը, որ եթե Սամվել Կարապետյանը նման քաղաքական հայտ ու հավակնություն է դրսևորում, միավորելու մեր ժողովրդին եւ իսկապես բեկումնային շրջադարձային քաղաքական քայլեր իրականացնելու, ինքը պետք է հանդես գա բացառապես Հայաստանի Հանրապետության դիրքերից, Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիրքերից, հայ ժողովրդի զավակի դիրքերից, ինքը պետք է կարողանա այս ուղերձները բերի, որ իր համար Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահը դա գերակա շահ է, դա անքննարկելի շահ է, դա սակարկելի շահ չէ եւ Հայաստանի Հանրապետությունը ունի իր ուրույն ռազմավարական շահերը եւ իր զարգացման պատկերացումները եւ ման այս տեսանկյունից է հնարավոր ուրեմն ջարդել այդ կարծատիպը, որ Սամվել Կարապետյանը ներկայացնում է ռուսական ուրեմն այսպես ասած ազդեցությունը։ Ես ուզում եմ հավատալ, որ հունվար ամսից սկսվող առավել ակտիվ քաղաքական process-ները ավելի բյուրեղացնեն եւ հնարավորություն տեսնում են, որ Սամվել Կարապետյանի դեմքով կամ իր շուրջը համախմբվող քաղաքական միավորման դեմքով հնարավոր է ձևավորել այս գործող իշխանությունների եւ նախկին իշխանությունների ուրեմն այս ձևավորած փակուղային քաղաքական շղթայից դուրս քաղաքական միջավայր լայն կոնսոլիդացիայի, լայն միավորման, հասարակությանը ուրեմն իսկապես այլընտրանք ներկայացնելուն միտված process կգեներացվի, այստեղ տեսնում եմ հնարավոր հույս եմ տեսնում, որ մեր ժողովուրդը կարող է դեմս այս ուժերի տեսնել իրական այլընտրանք, իսկ իրական այլընտրանքը շատ հստակ է, ես ակնկալում եմ, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած գլխավորած քաղաքական ուժը իսկապես հանրությանը կներկանա ռազմավարական այլընտրանքային քաղաքական ծրագրով, կներկայացնի Հայաստանի համապարփակ զարգացման հայեցակարգը, ցույց կտա արտաքին քաղաքականության դոկտրինը, Հայաստանի զարգացման տնտեսական դոկտրինը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փիլիսոփայությունը, մասնավորապես Ադրբեջանի հետ խաղաղության հաստատելու իր պատկերացումները, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման պատկերացումները, անվտանգային միջավայրի վերաբերյալ իր պատկերացումները, ինչպես նաև կնախանշի մեր աշխարհաքաղաքական ուրեմն վարքագծի դրսևորման վերաբերյալ ընդհանուր պատկերացումները, այստեղ է որ պետք է կարողանա ճիշտ ուղերձներով ուրեմն հանրության մոտ ձևավորել այն անհրաժեշտ վստահությունը, որ 2026 թվականին կբերի հնարավոր փոփոխությունների։ Միանգամից ասում եմ, Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական միավորումները պետք է իսկապես մերժեն եւ իրենց համար պետք է մերժելի լինեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Ես անկեղծ եմ ասում, նույնիսկ որևէ նշույլ աջակցություն կամ քաղաքական նույնիսկ համակրանք
քաղաքական կուսակցությունների կամ ուժային կենտրոնների կողմից, անհատերի մասին չի խոսքը, կարող է լրջորեն վնասել եւ կվնասի եւ ինչ որ առումով նաեւ վնասում է Սամվել Կարապետյանի շուրջ հնարավոր կոնսոլիդացիան։ Հետևաբար, եթե իրենք իսկապես ցանկանում են փոխել Հայաստանի զարգացման ուրվանկարը, ուրեմն պետք է կարողանա ճիշտ ուղերձներ բերել, ճիշտ ուղերձներով ուրեմն ձևավորել իրական քաղաքական այլընտրանքը։ Եթե ստացվի այնպես, որ Սամվել Կարապետյանը պետք է ուղղակիորեն միանա կամ աջակցի կամ քոչարյանական, սերժական այդ ուրեմն նրանց սատելիտ քաղաքական ուժերի հետ միասին փորձեն տպավորություն ձևավորել, որ իրենք ուրեմն պայքարում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, ես հավաստիացնում եմ, այս առումով որևէ գլոբալ փոփոխություն տեղի չի ունենա։ Ուստի վերադառնալով այս գործընթացին, ես մեկ անգամ եւս վերահաստատում եմ, որ այստեղ իրավաբանություն պետք չէ փնտրել, սա ամբողջությամբ քաղաքական խնդիր է։ Սամվել Կարապետյանի նկատմամբ վերահաստատում եմ իմ նախորդ դիրքորոշումները իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, վերջինս դարձել է քաղաքական խարդավանքների զոհ, փորձ է արվում նրան զոհաբերելով ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծել, բայց կարծում եմ ինքը բավականին գտնվի ճկուն եւ այս իրավիճակից դուրս գալու համար ճիշտ մեսիջներ կուղարկի հանրությանը։ Սիրելի բարեկամներ, ի սկզբանե ասեմ, ես Սամվել Կարապետյանին չեմ ճանաչում, երբևէ նրա հետ չեմ շփվել, որևէ առնչություն չունեմ, ինձ համար իրավական Հայաստանի փիլիսոփայությունը ամենից բարձրն է, ես ինքս տեսնում եմ ստեղ անարդարություն, բայց այնուամենայնիվ ուզում եմ ընդգծել հետևյալը, եթե մենք իսկապես ուզում ենք փոխել Հայաստանի զարգացման պատկերը, իսկապես ուզում ենք մեր երկիրը զարգացնենք, իսկապես ուզում ենք, որ Հայաստանը դուրս գա այս ծանր իրավիճակից, մենք պետք է փոխենք մեր մտածողությունը, մենք պետք է հաջողակ մարդկանց նկատմամբ հանդուրժող լինենք եւ իսկապես կուզենայի, որ Հայաստանում բազմաթիվ լինեին մարդիկ, որոնք հասել են հաջողությունների, որոնք փոխել են իրենց ընտանիքի, իրենց շրջապատի զարգացման մակարդակը, ովքեր տարբեր ոլորտերում հաջողություններ են արձանագրել։ Ինձ համար մեծ ցավ է, որ Հայաստանից դուրս ապրող բազմաթիվ հայեր կան, որոնք իսկապես շլացուցիչ հաջողությունների են հասել ու այսօր իրենք ճիշտ ընկալում չունեն Հայաստանում։ Ես մի անգամ մեր կուսակցության համագումարի ժամանակ էլ խոսել եմ Հայաստանը որպես հաբ երկիր դարձնելու հեռանկարի մասին, ընդգծելով հետևյալը, որ հայ ժողովրդի ներուժը պետք է կենտրոնացնել Հայաստանի Հանրապետությունում եւ ինչու՞ չէ, անկախ նրանից, թե այդ մարդիկ Ռուսաստանում են հասել հաջողության, Արևմուտքում են հասել հաջողության, Ամերիկայի Միացյալ Նահանգներում են հասել հաջողության, թե ոչ, նրանց հնարավորությունները, ռեսուրսները, ինտելեկտը, շրջապատը, նրանց ունեցած կապերն ու հեղինակությունը պետք է օգտագործել Հայաստանը այս իրավիճակից դուրս հանելու համար։ Հետաբար այս առումով ինձ համար առնվազն տարակուսելի է, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե Սամվել Կարապետյանը որ երկրում է հասել հաջողության։ Ինձ շատ հետաքրքրում է հետևյալը, որ Սամվել Կարապետյանի նման մարդկանց ներուժը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու համար, անկախ նրանից, թե Սամվել Կարապետյանի քաղաքական ճաշակը ինչպիսին է, անկախ նրանից, թե Ռուբեն Վարդանյանի քաղաքական ճաշակը ինչպիսին է, անկախ նրանից, թե Նուբար Աֆեյանի քաղաքական ճաշակը ինչպիսին է, անկախ նրանից, թե Սրմաքեշի ուրեմն քաղաքական ճաշակը ինչպիսին է, եւ ես բազմաթիվ մեծահարուստ հայերի անուններ կարող եմ տալ։ Ես մեր երկրում գործունեություն ծավալած մեծահարուստներին էլ նկատի ունեմ, անկախ նրանից, թե իրենք ժամանակին ինչպիսի քաղաքական հետագիծ են ունեցել, քաղաքական ճաշակ են ունեցել, եկել է ժամանակը Հայաստանը ծաղկեցնելու, Հայաստանը ոտքի կանգնեցնելու, Հայաստանը լուրջ արդյունաբերական երկիր դարձնելու, Հայաստանը լուրջ տնտեսական զարգացած երկիր դարձնելու, մեր ենթակառուցվածքները վերանորոգելու, մեր արդյունաբերական պոտենցիալը օգտագործելու ժամանակը եկել է։ Հետաբար այս առումով չօգտագործել այս մարդկանց ներուժը, այս մարդկանց փորձը, այս մարդկանց անցած ճանապարհը հանցագործություն կլինի մեր ժողովրդի համար։ Իսկ ինչ վերաբերում է
Հիմա այս իրավական խնդրին սիրելի բարեկամներ կրկնում եմ, ես մեկ անգամ եւս վերահաստատում եմ իմ դիրքորոշումը, ես գրեթե համոզմունք ունեմ, որ Սամվել Կարապետյանին իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի մինչև 26 թվականի խորհրդարանական ընտրությունները բաց չթողնեն, հետեւաբար այս խնդիրը իրավական հարթության մեջ պետք չէ փնտրել, խնդիրը լուծելու հարցը պետք չէ իրավական հարթության մեջ փնտրել, այս խնդիրը պետքա փնտրել ու գտել քաղաքական ոլորտում։ Ուստի սիրելի բարեկամներ, ես իմ անարդարության վերաբերյալ իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում, այս երկրում այնքան հանցագործներ կան եւ Նիկոլ դու շատ լավ գիտես ովքեր են այդ հանցագործները, դու շատ լավ գիտես թե ինչ ես խոստացել մեր ժողովրդին, կոռուպցիայի դեմ պայքարում, կոռուպցիոնիստների դեմ պայքարում եւ ես գրեթե կասկած չունեմ, որ Սամվել Կարապետյանը եւ ընդհանրապես այդ առումով չգիտեմ այդ ցուցակում մեջ կարող է լինել թե չլիներ, սա ուղղակիորեն բացառապես քաղաքական վերաշխնդրություն է ցույց տալու համար, որ քո դեմ խաղ չկա, բայց այդտեղ մի ուրիշ վտանգավոր քայլել եմ տեսնում, սիրելի բարեկամներ, սա ձեռագիր է ընտրություններից առաջ ռեպրեսիաների, բռնաճնշումների միջոցով լռեցնել, վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որովհետև շարքային քաղաքացին ինքը տեսնում է եւ գնահատում, ասում է, եթե այս իշխանությունը Սամվել Կարապետյանին է կարողացել ու տարել փակել է, մեր նկատմամբ ինչ կանի։ Սա համատարած վախի մթնոլորտ ստեղծելուն միտված քայլ է, բայց նաեւ հասկանում եմ, որ իշխանությունն էլ ունի վախեր, իշխանությունն էլ ինքն է գիտակցում, որ հնարավոր է, որ ինչ-որ մի փուլի վերահսկողությունը դուրս գա իրենց մոտից եւ իրենք կորցնեն իշխանությունը, բայց ես ուզում եմ Նիկոլին այս առումով զուտ մի բան հիշեցնել, ոչ մի բան հավերժ չի, դուք էլ հավերժ չեք եւ ինչ որ գալու է մի պահի, որ դուք իսկապես հեռանալու եք իշխանությունից, հետեւաբար այս ջղաձգումները, այս չգիտեմ, այս պյուրոսյան հաղթանակների դրանց վերաբերյալ այս տոնակատարումները չեմ կարծում, որ արդարացված են։ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը ճիշտ կլինի այն առումով, եթե ինքը կարողանա 2026 թվականին ապահովել արդար մրցակցային ընտրությունների միջավայր եւ ապարտվելու դեպքում առանց բռնություն կիրառելու, առանց դիմադրելու իշխանությունը հանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին։ Ես սա կհամարեմ ժողովրդավարության հաղթանակ, սիրելի բարեկամներ, որտեղ խորապես համոզված եմ, որ մեր երկիրը ուրիշ այլընտրանք չունի, ճանապարհ չունի եւ տեսնելով այս գործընթացները, այս ռեպրեսիաները եւ նրանց տրամադրությունները, ես գնալով համոզվում եմ, որ իրենք պատրաստ չեն Հայաստանում նման զարգացումների եւ իրենք պատրաստվում են իշխանության վերարտադրմանը ցանկացած գնով։ Իսկ այս նախկին իշխանությունները, Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրենք աջակցում են, նպաստում են իրենց գոյության։ Ես 2 օր առաջ արձանագրել եմ հետեւյալը. քանի դեռ հայ հասարակության մոտ ընդդիմություն հասկացությունը ասոցիացվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անվան հետ, այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտածելու բան չունի։ Եվ եթե իսկապես մեր ժողովուրդը ցանկանում է ազատվել Նիկոլ Փաշինյանից, պետք է նրան հեռացնելու հետ մեկտեղ հեռացնի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Սա է խնդիրը։ Հիմա իրենք տարբեր ուրեմն դեմքերով ներկայանում են մեր ժողովրդին, ժողովուրդ ջան, մի խափնվեք։ Որակապես նոր քաղաքական ուժը կարող է այս 3 քաղաքական առաջնորդությունից դուրս ստեղծել իրական քաղաքական այլընտրանք եւ հասնել հաջողության։ Եթե հնարավոր կլինի այս կարճ ժամկետում ստեղծել այդ քաղաքական այլընտրանքը, ես տեսնում եմ հնարավորություն հաջողության հասնելու։ Այսքանը, սիրելի բարեկամներ, լավ եղեք, շնորհակալություն ուշադրության համար, խնդրանքս հնարավորության դեպքում տարածեք այս տեսանյութը։ Լավ եղեք, ամենայն բարիք ձեզ, սիրելի բարեկամներ։